Հայաստանի հաջորդ վարչապետը ինչպիսին պետք է լինի։ Ժողովրդի մասին պետք է մտածեն, հողերի մասին, պետության մասին, ոչ թե սենց թողեն կմաճույքների իրանց այդան Եվրոպաներ, Ամերիկաներ, եկուց մսր, որ մի բան է լավ, ով է տեր կայդելու, Ամերիկանա գալու իրան հաց ու ջուր տա։ Առաջնահերթ պետք է անեն այնպես, որ իրանց մեկ կարողանա տեր կանգնի։ Ենթադրենք ինչ-որ մի բան է լավ, պետք է Ամերիկան ընդեղից հելն իրան հաց ու ջուր բերի, զենք բերի, դե կարող է բանակ խրգի։ Իսկ ինչ-որ բանի վտանգ կա, տեսնում եք դուք։ Ոնց չկա։ Այսօր Փաշինյանը խաղաղությունը հայտարարել, ասում է այդ սարերը ումնա պետք է տեղ ձունա տարին 12 ամիս, բայց լիքը ժողովուրդներ, գյուղացիներ կա, որ իրանց անասուններին տանում են այդտեղ հայտարոտա վայրերում մարդիկ մեղուներ են պահում, անասուններ են պահում, խոտ են հնձում տանում, որ ծմերը իրանց անասուններին կերակրեն։ Այսօր տվել է հենց այնց թուրքին էլի։ Ոնց թելադրում են, այդպես էլ անում է մարդը։ Ասում են կրակոցներ չկան, խաղաղություն է։ Եթե ինքը իրոքից անցնի, ես չգիտեմ, ֆանատները ոնց կարձականքեն, եկուց մյուսօրը 300-ա, 3000-ա թուրք կգան ստեղ ու կբնակվեն։ Հետո դրանք էլ մի քիչ շուտ են բազմանում, ոնց որ գիտենք։ Մեր տունը ծախելու ենք կամ տալու ենք իրենց, թողենք այդտեղ գեսին որտե դառնանք բան քուչիշուն։ Պիտի պայքարենք։ Կռիվ, ուրեմն կռիվ է։ Խի կռվիցով է վախենում։ Ես անձամբ ինքս կռված տղա եմ։ Ես հարազատ աղբեր եմ կորցրել, հարազատ լավ ընկերներ եմ կորցրել, անհայտ կորել են այդ մարդիկ։ Պետք է սրանց քշեն ես հողից եւ իրանց ընտրությունը տան նորմալ մարդու, նորմալ հայրենասերի։ Հայաստանում լիքը խելացի մարդիկ կան, լիքը հասկացող, լիքը կրթված, ոչ թե անգրագետներ։ Մարդիկ պետք է իրանց կարծիքը հայտնեն, իրանց պոլիտիկան մի քիչ տնեն գործի մեջ։ Փաշինյանն ասում է, որ ես չընտրվեմ, պատերազմ է լինելու սեպտեմբերին։ Ինչ կա դրա տակ։ Բա իհարկե լինելու է։ Բայց սեպտեմբերին պետք է գան քյարքիներ տա, սեպտեմբերին պետք է գա Սյունիքը պետք է հանձնի, որ չհանձնեց, պատերազմ լինելու է։ Ինտերվյու սիրուն սուսպուս հանձնելու է, ասենց սինիով իրանց բանտիկը վրան կապած։ Մուտիլովկա է, չգիտեմ, վախցնում է ժողովրդին, բայց ինչից ենք վախենում։ Ալիևի ռետորաբանության մասին ինչ կասեք։ Մենք անընդհատ ասում ենք, որ խաղաղություն է, բայց Ալիևը անընդհատ նոր պահանջներ ու զիջումներ է մեզ պարտադրում։ Ալիևը Էրդողանի հետ այդ ուժեղ պոլիտիկանտ մարդիկ են, լավ դիվանագետներ են։ Իրանք իրանց թաց ու չորը ջորոգում են, որը որից հետո է։ Իրենք խաղաղություն ուզում են։ Ամեն օր զինվում են, զորավարություններ են անում։ Իրանք խաղաղություն կուզենան այն դեպքում, երբ որ ամեն ինչ մենք սուսպուս գլուխներս կախենք, իրանց ասածը կրկնենք։ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում, եթե ամփոփենք, ինչ է սպառնում Հայաստանին։ Եթե ընտրվավ, քյարքին էլ է հանձնելու, Սյունիքն էլ է տալու, թուրքերն էլ են գալու ստե ադրբեջանցիները, ով նամուս թասիպ ունի թողելու այդ է, ով էլ իր նման խելք ունի մնալու է ստե։ Թուրքի հետ ապրի։